Դենա մեր ամբողջ քարոզարշավը սիրտաուսեր։ Մի քիչ էլ հոգատարություն, չէ՞, այտենց երկկա։ Հա։ Հա, սեր եւ բարություն, մի քիչ հոգատարություն։ Էս չեք նկարում, ինձ թվում է լավ։ Ռեկ ենք արդեն։ Հա։ Ափսոս։ Հա, այսինքն սկսել ենք, հա։ Չիպավորելու եք հայերին։ Նախընտրական շրջանում Մխիթար Հայրապետյանը պաշտոն խոսք տվեց լրագրողին։ Կոնկրետ ռազմարտությունաբերությունը հիմնական թրիգերներ, որ ես 2023-ի վերջին համաձայնեցի կրկին վերադառնալ գործադիր, որևէ երկրի հետ հարաբերություններում ռազմատեխնիկական խաչ չենք քաշել, չենք էլ պատրաստվում։ Իմ պրեմիան 2 հատ կրեմով բուլկի է եւ ուսին թփթփցնել 3 անգամ։ Հա, չէ, մերը չեն թփթփացնում ուսին։ Հիմա հարց, ով է ավելի լավ երգում, դուք թե Սրբույի Գալյանը։ Սրբույի Գալյանը, վստահ ասեմ, որտեվ լսել եմ իր երգերը։ Սադրվեց էլի, սադրվեց Զիդանը։ Բայց ողջունում եմ, ուրիշ տարբերակ չկար։ Հրաշալի։ Ռոբոտը լրագրողին կփոխարինի, բայց դուք կլինեք իմ փոխարեն։ Այսօր շատ լուրջ քննարկման առարկա է։ Ով պետք է անի առաջին քայլը։ Որն է ճիշտ։ Առաջին քայլը անի տղեն, թե աղջիկը։ Բայց 8 տարի առաջ Գյումրուց քայլեց մի հոպար, ով ասեց, որ ճիշտը իմ քայլն է։ Արենայում հյուրընկալել եմ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպյուրքի, սպորտի, երիտասարդության, մշտական հանձնաժողովի էս հիներ, չէ՞, հա, չէ։ Արենայում հյուրընկալել եմ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետ։ Էդ էլ էր հին։ Սխալ էր ուղղակի։ Հա, ոնց։ Բարձր տեխնոլոգիական։ Հա։ Արենայում հյուրընկալել եմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Էդի հետո AI-ով կդզենք։ Լավ եք։ Շատ։ Այդ բարձրությունն ինչքան է։ Դե մեզնից է կախված։ Բայց ինչքան է։ Օրինակ AI-ով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում տվյալային կենտրոններ են կառուցվում, իսկ դրանք կառուցվում են, այս պահին 3-ը կլինեն Հայաստանում, կնշանակի աշխարհում տասնյակը իր հասակով կլինի Հայաստանը տասնյակի մեջ։ Իսկ չափը կարևորություն ունի։ Չգիտեմ, պետք է մտածեմ։ Բայց շատ բարձր ենք լինելու այդ իմաստով։ Կարակ AI-ին հարցնեք։ Դավայ։ Չէ, ես ասեցի կարողա դուք ունեք տենց չիպ կամ ասեք սենց ժամացույցին ասեք միանգամից պատասխանը։ Չեմ արել այդ վարժությունը, բայց կանեմ։ Հա, ասում եմ, որ Նիվադայի չիպերի արտադրամասեր են բացվելու Հայաստանում, պատրաստվում եք հայերին չիպավորել։ Ում։ Նիվադա, չէ։ Լադա Նիվա կամ Լադա Նիվա։ Հա։ Հա, չիպերի կենտրոն են արտադրելու Հայաստանում, հա։ Չէ։ Սխալ ինֆորմացիա էր։ Կարող է Nvidia։ Nvidia, ճիշտ է։ Հա։ Չիպավորելու եք հայերին։ Լավ գաղափար է, բայց այս պահին նման Մխիթար Հայրապետյանը լավ գաղափար է համարում հայերին չիպավորելը, սա արձանագրենք։ Այո։ Պարոն Հայրապետյան, գիտակցելով ձեր դիրքը, եթե այս հարցազրույցը ձեզ դուր չգա, կարողա չթողնեք հեռարձակեն։ Բանով չի, սա on-line։ Հա, բայց չէ, ցավոք դեռ գործիքակազմ չունենք on-line տիրույթի սահմանափակումներ անելու։ Մխիթար Հայրապետյանը ցավում է, որ չի կարող սահմանափակել on-line տիրույթը։ Եվ ոչ միայն ես եմ ցավում, շատ մեր քաղաքացիներ եւս։ Հա, Ջոզեֆ Գեբելսի հետ կապեր ունեք։ Ջոզեֆ էր, չէ՞։ Չէ, մի քիչ բան կա։ Տարիքային տարբերություն կա, հա։ Մխիթար Հայրապետյանի եւ Գեբելսի միջև միայն տարիքային տարբերություն կա։ Իսկ ճիշտ է, որ այդ ոլորտը կուրացիանում պարոն Մելիքսեթյանը կարող ենք հենց հիմա իրան զանգել ապահովության համար էլի, որ ասենք չջնջեն հետո չարքելափակեն, ասենք ինտերնետս։ Որ ոլորտը համացանցը։ Դե հեռարձակում բան տենց մեդիա տիրույթ։ Չէ, ես եմ անում։ Դուք չեք ջնջի, չես հարցազրույցի։ Չէ, չեմ ջնջի։ Մերսի։ Ավտոբուսով եք եկել հարցազրույցի։ Չէ։ Կնոջս Մայվախով։ Մխիթար Հայրապետյանը միլիարդներ է դիզել այս ընտրություններից հետո, հա, հեղափոխությունից հետո միլիարդներ են դիզել
այդպես ենք անվանում իր Dongfeng-ը, չինական էլեկտրական մեքենա, բայց որտեղ նույնիսկ բռնակ չկա։ Բայց Maybach եմ ասում։ Ինչի՞։ Չգիտեմ։ Երևի այդպես ավելի հետաքրքիր է։ Տենց ավելի պաթոսային, ավելի ինտրիգային է, կամ պաթետիկ է, հա։ Ձգտում եք նմանվել էլի ձեր նախորդներին։ Դե առնվազն այս պահին չի ստացվում։ Հա։ Ճիշտ եմ հասկանում, որ այն որ տանը ամենափոքր անդամն է, ինքը ամենաշատն է գլուխը հանում տեխնոլոգիաներից, ձեզ այդ սկզբունքով են նախարար նշանակել։ Հիմա պետք է հասկանանք ինչքան լրջացնենք հարցազրույցը։ Հարցազրույցը լուրջ է։ Հա, ուրեմն այդ սկզբունքով։ Այդ սկզբունքով, հա։ Շատ լավ։ Բայց նաև այսպիսի կարծիք կա, որ սիրում են միշտ տանը ամենափոքր անդամին, բայց այսօրվա դրությամբ կառավարության ամենաերիտասարդ անդամը Արփինե Սարգսյանն է, չեք նեղվում, որ այլևս ձեզ չեն սիրում ամենաշատը։ Դե այդ այն ժամանակ 18 թվականին հիմնականում այդ որ ամենաերիտասարդ նախարարն էի 27 տարեկան էի, մի քանի օր հետո լրացավ 28 տարեկանս ու անընդհատ ասում էի, որ այդ մի թերություն է, որը անկախ իմ կամքից կշտկվի։ Էյջիստ եք։ Այդ ի՞նչ է։ Այն որ տարիքը թերություն է համարում։ Չէ, նկատի ունեմ երիտասարդությունը, քանի որ ասում էին, որ դա իմ ամենախոցելի կետն է, որ շատ երիտասարդ եմ, ասում էի, որ դե թերությունը կշտկվի էլի ժամանակի ընթացքում, անկախ իմ եւ քննադատողների ցանկությունից կամ կամքից։ Հիմա ոնց որ կյանքը ցույց է տալիս, որ ես ճիշտ էի։ Վերջին նախարարների նշանակումները, բացի Արսեն Թորոսյանից, բոլորը ինձնից ավելի երիտասարդ են եղել։ Սկզբում մի տեսակ դուրս չէր գալիս, բայց հետո համակերպվեցի, արդեն թեթև եմ վերաբերվում։ Բայց դες չի ասի, որ երիտասարդ չեք։ Բավական երիտասարդ տեսք ունեք։ Շնորհակալություն։ Կարող է AI-ով են դրես ֆիլտրը, որ երիտասարդ երևաք։ Այդ պարտադիր չի AI լինի։ Հա։ Մաստեր կլաս Մխիթար Հայրապետյանի կողմից, պարոն Հայրապետյան, երիտասարդները բազմաթիվ նամակներ են գրում էր խմբագրություն, թե ինչպես 27 տարեկանում դառնալ նախարար առանց աշխատանքային փորձի։ Հարթակը ձերն է։ Դե նախ դրա համար կարևոր է, որ ժամանակի ընթացքում չվախենաս համարձակ որոշումներից եւ կոնկրետ իմ պարագայում շատ կարեւոր է եղել, որ մի կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել մեր կյանքում, դա հեղափոխությունն էր։ Այսինքն օրինաչափություն չէր իմ այդ պաշտոնում, այդ տարիքում նշանակվելը, հաշվի առնելով այն ճանապարհը, որ ես անցել էի իմ 27 տարիներին, այն համեստ ճանապարհը, որ անցել էի։ Այսինքն Գյումրի-Երևան ճանապարհի մասն է խոսքը։ Բացառիկ, ճիշտ է, բացառիկ դեպքեր, որը որ այդպես ստացվեց, այդպես ստացվեց իմ կյանքում։ Իսկ օրինակ ինչ կարող եք ասել որպես երիտասարդ, որն էր այն ամենամեծ ձեռքբերումը, որը դուք ստացաք այս քաղաքական գործունեության ամբողջ ընթացքում, Սփյուռքի նախարարը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, որն էր ձեր ամենամեծ ձեռքբերումը։ Կամ ասենք ուրիշ ինչ-որ բան, որը քաղաքականության հետ կապ չունի։ Դե էլի ստիպված պիտի լրջացնենք մեր զրույցը, դա Կարաք մի քիչ լրջացնենք։ Երկու բան։ Վերջին 2.5 տարիների ընթացքում ռազմարտունաբերության ոլորտում գրանցած հաջողություններ, որտեղ իմ համեստ կամ իմ թիմը ունեցել է իր մեծ ավանդը, եւ արհեստական բանականության ոլորտում վերջին տարիներին Հայաստանի գրանցած հաջողությունները, դրանք Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող միլիարդավոր դոլարների հասնող ներդրումներն են, որոնք որ տարիներ առաջ անհավանական կարող էին թվալ։ Փաստերն են խոսում այդ մասին, այսինքն իմաստ ուներ իմ կրկին վերադառնալը։ Հիմա, այսպես հետահայաց, այդպես կարող եմ ասել։ Իրականում ուզում եի ճշտել, որ իմանայի ում բողոք եմ, հերիք չես թափառող շների հարցը չի լուծվե։ Մի հատ էլ դուք եք շներ գցել հրապարակով, ո՞նց եք այդ հարցը լուծելու։ Դե դրանք հայկական շներ չեն։ Մի հատ էլ դրսից եք շներ։ Որ հայկական շներ լինեն,
ինձ թվում է այդ ժամանակ լավ առիթ կլինի նորից խոսելու, արդեն իրենց հետ խոսելու։ Շների հետ խոսելու։ Հա։ Մարիխուանան եք լեգալիզացնելու։ Հասկացա։ Չէ, հավատացեք, որ տեխնոլոգիաների այս դարում հնարավոր է սարքերի հետ զրուցել, վարժեցնել, լավ կամ վատ բաներ անելու, ասենք հարցազրույց կարող է կան իմ փոխարեն հետո տան, չէ, ձեր փոխարեն։ Նորություն չի։ Լրագրողները տարբեր երկրներում դառնում են փոխարինելի արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների կողմից։ Փոխանակ ինձ գովեք, ասեք, ես փոխարինելի եմ, ասում եք փոխարինելի կդառնաք։ Այսպես չի լինի, պարոն։ Կարող է դուք էլ իմ տեղում լինեք այդ ժամանակ։ Հրաշալի։ Ռոբոտը լրագրողին կփոխարինի, բայց դուք կլինեք իմ փոխարեն։ Հրաշալի։ Պարոն Հայրապետյան, բա աշխարհի ամենահզոր պետությունը Ռուսաստանը մեզ այսքան ժամանակ զենք է տվել, ո՞նց եք հրաժարվել ռուսական զենքից, բա մենք ո՞նց ենք մեզ պաշտպանելու։ Այսօր ցուցադրվում էր ռուսական մի քանի զինատեսակներ ցուցադրվել։ Դե բերել եք խաղալիքներ եք ցույց տալիս էլի։ Չէ, էլի անընդհատ չեմ ուզում լրջացնել, բայց էլի ստիպված դիվերսիֆիկացնում ենք ուղղակի, այսինքն այդ որն է։ Լավ հարցան, բազմազանեցնում ենք, երևի, հա, ստեղծեցինք հենց նոր մի նոր բառ, դա նշանակում է, որ կրպակից թաքուն, երբ որ ասենք 20-30 տարի մեկ երկրից ես որևէ զենք ձեռք բերում, ռազմական տեխնիկա ձեռք բերում, հետո գալիս է կյանքում մի իրավիճակ, երբ դու հասկանում ես, որ այդուհանդերձ ճիշտ կլինի այլ երկրների հետ եւս հարաբերություններ կառուցել ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում, հետո տեսնում ես, որ դա իսկապես շատ որակյալ ու կարևոր որոշում էր եւ զինանոցդ տարբեր տեսակի երկրների տարատեսակ տեխնոլոգիական լուծումներով համալրելու, ինչպես նաև տարատեսակ քաղաքական կամ լոգիստիկ խնդիրները մեղմելու, կախվածությունները նվազեցնելու տեսանկյունից։ Այսինքն ասիմոստով որևէ երկրի հետ հարաբերություններում ռազմատեխնիկական խաչ չենք քաշել, չենք էլ պատրաստվում։ Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական հարաբերություններ եւ այդ թվում եւ ռազմատեխնիկական ուրեմն ոլորտում եւ շարունակելու ենք նաեւ զարգացնել այդ հարաբերությունները, բայց դրան զուգահեռ կմեծացնենք նաեւ այն երկրների քանակը, որոնց հետ այսօրինակ համագործակցներ եւս կկնքենք։ Վերջերս նաեւ գիտեք, որ Միացյալ Նահանգների հետ արդեն նոր դուռ ենք բացել վիբատ տեսակի արհեստական բանականության լուծումներով գործող հետախուզական դրոն ձեռք բերեց Հայաստանի Հանրապետությունը, Ֆրանսիա եւ այլ երկրներ, այսինքն այս իմաստով կարծում եմ, որ նաեւ անվտանգային տեսանկյունից նպատակահարմար է դիվերսիֆիկացնել այդ հարաբերությունները, ընդհանրապես սա էր։ Այս հատվածը հուսով եմ 2x-ով եք լսել, վերջին լուրջ հարցը հուսով եմ այս հարցազրույցի ընթացքում Instagram-ում ընկերներիցս հարցրել է, թե ինչ հարց տամ նախարար Հայրապետյանին, տարբեր հարցեր եկան արհեստական բանականության ներդրման մասին, Հայաստանի ռազմաարդյունաբերության զարգացման մասին, պետական մակարդակով իրականացվող ծրագրերի մասին, բայց ես դրանցից առանձնացրեցի ամենալուրջը, ոնց կոտրել Instagram-ի պարոլը։ Չեմ ասի։ Ես հիմա հիմնականում ամեն ինչ անում եմ, որ իմանան ոնց կոտրված բանը օկտայեջերը վերականգնեն կամ ոնց պատշաճ պաշտպանեն։ Հիմա ես ոնց տենց բան ասեմ։ Կոնե հարցազրույցից հետո էլի մեկի նամակներն եմ ուզում կարդամ։ Չգիտեմ ուղղակի։ Բայց սկզբում ասիք չեմ ասի։ Հա, դրանք իրար չեն հակասում։ Բայց ասեցիք չեմ ասի։ Հա։ Հակասություն կա ասածից մեջ։ Չգիտեմ։ Ես էլ չգիտեմ, պիտի մտածենք։ Քանի որ YouTube-ը սկսել են մոնետիզացնել, բան տեղից փող են ստանում,
Ես ուզում եմ իմանալ ոնց կարելի է YouTube-ի վրա կոտրել Instagram-ի հաշիվը։ Ինչ YouTube-ից Instagram-ի ես ակնկալում եմ, որ եթե մեզ դիտեն, ահա, եթե ձեզ մոտ հաջողվի այս ամեն ինչը ավելի հետաքրքրացնել, ահա, գոնե կեսից սկսեն նայել այս հաղորդումը, Կարաք ասեք ոնց կոտրել Instagram։ նորմալ դիտումներ կհավաքի ու ես կարծում եմ դուք պիտի մոնետիզացնեք, չմոնետիզացնեք շատ տարօրինակ կլինի։ Դե նախարարի հետ եմ հարցազրույց իրականացնում դուք է որ ասենք ձեր ալիքը ունի 1000 հետ բաժանորդ 95000 ունի, չէ, եթե չեմ սխալվում, հա, երևի։ Շատ լավ։ Վերջին 365 օրում 4000 ժամ դիտում կա։ Չգիտեմ։ Պիտի որ լինի։ Ես գլուխ չեմ հանում տեխնոլոգիաներից։ Շատ վատավոր դուք գլուխ կհանեք այսօր ես։ Ուրեմն մի 6 հոգի է դիտելու այս հաղորդումը, բայց եթե կա, ուրեմն ես պնդում եմ ամբողջ վարչական ռեսուրսը ձեր մոտ է, կարաք զանգեք, ասեք գյուղապետարաններ կա, նայեք, որ դուք կարողանաք Google-ից փող փոկել այս հաղորդման արդյունքում, այսինքն դրամայնացնեք, մոնետիզացնեք։ Դե որ դուք նայում եք, կարաք, դե դուք եք, չէ, հարցազրույց։ Ես հաստատ, հա, չէ, չեք նայել։ կախված նրանից վերջում դուրս կգան, թե չէ, բայց եթե դուրս եկավ, իսկ ընթացքում ձեր դուրը գալիս է, հա, մի։ Այս պահին հա արդեն։ Մերսի։ Հա։ Հատ չի անցնում, սենց հասկացված եմ։ Հա։ Կարող է, կա շանս, որ կիսվեմ, որ կիսվեմ մի 15-20 հոգի եւս կդիտի 15-20 հա դե որ YouTube-ի լինքը դնում ենք Facebook հա ալգորիթմները վատ են աշխատում գիտեք եթե կտրեմ վիդեոն upload անեմ Facebook-ում շատ մարդ կնայի բայց այդ ժամանակ մոնետիզացվելու խնդիր կունենաք այսինքն դիտումներ չի գա ձեր YouTube-յան լինքին այս հարցը ոնց լուծենք Ինչ հարց։ Ձեր փող աշխատելու։ Ես փող աշխատելու չեմ մոնետիզացիայից դուք որ փող գալիս YouTube-ից։ Պրեմիա ստանում եք։ Չէ։ Իմը ես կարծում եմ որ պետքա ստանաք։ Դա ձեզ կշահագրգռի որ ավելի լավ պատրաստվեք ու ավելի հետաքրքիր անցնեն հարցազրույցները։ Իմ պրեմիան 2 հատ կրեմով բուլկ է եւ ուսին թփթփցնել 3 անգամ։ Ամեն անգամ այդ նույն պրեմիան է։ Պրեմիաների։ Հա, չէ, մերը չեն թփթփացնում ուսին։ Ձեր 3 բայց կրեմով բուլկի կա։ Հա։ Բայց թխվածքաբլիթ չէ՞, սրտիկով։ Չէ, այդ բանա, պաշտոնի հետ կապ չունի, այդ կուսակցական։ Բայց չեք բերել մոտեցումա։ Չէ։ Իսկ ճանապարհին թե եմ խմել։ Իսկ ես առանց քաղցրավենիք չի ստացվում ինձ մոտ։ Իսկ ինչպես կոտրել Instagram-ի էջ։ Չգիտեմ։ Բայց լավ հարց է։ Հա։ Հա, ես էլ կուզեմ իմանալ։ Հարգելի IT մասնագետներ, կարող եք գալ վերապատրաստել բարձր տեխնոլոգիական վատ բաներ անեմ։ Չէ, վատ բաներ ասի։ Կարաք վատ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության Ընդհանրապես երկու սխալ բան են անում հիմնարար մեր ժողովուրդը ինձ հետ կապված մեկը որ բարձր տեխնոլոգիաների նախարարություն են ասում Ես տես բան չեմ ասել Ես տես բան չեմ ասել եթե ասել եմ ավել բան բարձր տեխնոլոգիաների Հա բայց ես չեմ ասել տեխնոլոգիական եթե ասել եմ ավել պակաս համար ներողություն Հա Հա չեք ասել Հա չեմ ասել ասում եմ եթե ասած լինի երկրորդն էլ Մխիթարյանն են ասում ինձ Խի ստացվում է Դե գլուկ է բայց ժպտում եմ Հայրապետյան Չէ ժպտում եմ բոլորին Պարոն Հայրապետյան չիպերի մեջ քարոզարշավի ընթացքում Պարոն Հայրապետյան չիպերի վրա լավ չեք աշխատել Չիպերի վրա լավ չեք աշխատել ապրես եթե ասում են ապրես ապրեքին ասում են չէ նկատի ունեմ եթե խոսան չէ Չնայած տարիքակիցները կխոսան հիշեցնեմ 18 թվին փոփոխությունները դույով խոսում են նորմալա ոչինչ տեղի չի ունենում իրենց հետ, բայց խնդրում եմ օգտվելով առիթից արի իրար հետ ասենք որ ես Մխիթարն եմ։ Ու ոչ Մխիթարյան Մխիթարը։ Հա, ինքը Մխիթար Հայրապետյանն է։ Հա, բայց եթե Մխիթարյանը լասեն մեր քաղաքացիները մի քիչ աբիդնիա, բայց աբիդնիա, մի ասեք։ Բայց էլի ժպտում եմ։ Նախարար մարդ է։ Մի էլի։
Մեզ զանգահարել է Թաթա Սիմոնյանը եւ հարցրել է, թե երբեք 16 երգի copyright-ի փողերը տալու։ Չեն տվել։ Չէ։ Երևի բանկի փոխանցումների խնդիր։ Կրիպտոյով եք աշխատում Սիմոնյանի հետ։ Թաթա Բա Սիմոնյանի։ ասում եք չենք տվել։ Ինքը գրել է երբեք տալու։ Ուրեմն ուղղակի փոխանցման հետ կապված խնդիր կա։ Վստահ եմ, որ այդ հարցը կլուծեն մերոնք։ Պարոն Սիմոնյան, ձեր բոլոր հարցերը կլուծեն։ Հա, պետք է Չէ, Ալեն Սիմոնյանի մասն էր, Թաթա Սիմոնյանը կնայի հետո հարցը։ Ալեն Սիմոնյանն էլ է պահանջում, որ այդ երկից copyright-ի փող ստանա։ Բա մարդը այդքան քարոզարշավին քայլում է։ Իրան գոնե չեք տա։ Գոնե 2 թխվածքաբլիթ ու 2 անգամ ուսին թփթփասնել, հա։ Լավ։ Մի բան կանենք։ Մենք Հաջորդ շատ քարոզարշավին նկատմամբ։ ես այդ հարցով կզբաղվեմ։ Նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո ինչ որ ժամանակահատված դուք պաշտոն չունեիք։ Հա։ Չեք նեղվել, որ ձեզ այդ ժամանակ չէին խաղացնում։ Այն որ հայաթով հավաքվում խաղում են, ծայրում մեկը կանգնած նայում է թե ոնց են խաղում, ասում են սպասի քո հերթն է կգա։ Լավ հարց է։ Դե եթե էլի ջրի կանանք, հա, շատ էի տխրել։ ՔՊ-ի վարչություն Մխիթար Հայրապետյանը շատ էր տխրել, չի կարելի։ Հա։ Բայց եթե լուրջ չէ, ես էի խնդրել, որ չխաղացնեմ։ Դեպրեսվել էիք։ Լավ բառա։ Ընկճախտի մեջ էիք։ Նման է դեպրեսիային։ Հա, տխուր էի, շատ տխուր էի։ Համարեցի, որ ընտրություններում իմ քաղաքական թիմին շատ օգնել եմ եւ այդ փուլում առավելագույնը արել եմ, որ 21 թվականի հունիսին մեր թիմը նորից ստանա ժողովրդի վստահության քվեն եւ դրանից հետո ինձ իրավունք վերապահեցի խնդրելու, որ ինչ որ դադար վերցնեմ, հեռվանամ քաղաքականությունից, այն ամեն ինչից, ինչ որ քաղաքականության հետ փոխկապակցված էր։ Չերևամ, չխոսեմ, լուր լինեմ։ Հիմա էլ առանձնապես շատ աղմկոտ չեմ, եթե նկատել եք։ Չգիտեմ, երբևէ շատ կամաց է ձեր ձայնը, մի քիչ բարձր խոսակ զվուկավիկն ասում չի լսվում։ Եք ընդհանրապես այս վերջի 2.5 տարում իմ գործունեությանը։ Ձեր Instagram-ին ահավոր ուշադիր։ Լայքել եմ նկարները, բան չեք տեսել։ Լուրջ։ Շատ լավ է։ Հեչ ուշադիր չեք, պարոն Հայրապետյան։ Բայց իրոք, տենց զուսպ եմ, չէ՞ ես հիմնականում։ Երևի մի հատ հայտնի խոսք ասում է, հաղթում է զուսպը, հավասարակշռվածը։ Հա, գիտեմ նույնիսկ ով ասել։ Հա։ Կարծեմ առաջին նախագահն ասել, չէ՞։ Ճիշտ եք։ Հա։ Նկատի ունեմ այդ բանը, պատերազմից հետո տենց հիմնականում զուսպել մնացի։ Հասկացա։ Գործ է, չէ՞։ Երբեմն ասում են, որ ված չի ստացվում, անում եմ, չնայած թուրքագետ եմ ու թուրքագետ եմ։ Բայց ինչի ինձ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։ Մի հատ հարց էլի։ Ահա։ Բայց ված չի իրականում այդտեղ մեր գործերը։ Ինչ որ բան փոխվում է, չէ՞։ Չեմ կարող ասել, պարոն նախարար։ Լավ։ Պետքա հարցնեք ուրիշներից։ Իսկ կա պրոգրես։ Ձեր տեսանկյունից։ Օրինակ դուք ես գիտեմ, որ ձեզանից առաջ հա ձեր նախորդ պաշտոնակցից առաջ եղել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Մերսի։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։ Նաև։ Դուք որ մտաք նախարարություն, հələ այն պեչատնի մաշինկեկով էին աշխատում նախարարությունում։ Կամ ասենք նամակները աղավնիով էին ուղարկվում։ Լավ հումորներ կարելի էր անել այդ կապակցությամբ։ Հա, այո։ Ձեր դրած չիպերն են, պարոն նախարար։ Մի վարքյան հիմի գերտակացում եք։ Ժամանակ է պետք, որ այդ չիպերը կատարելագործվեն։ Ես ըմբռնումով եմ մոտենում։ Շատ դանդաղ ենք աշխատում։ Դեպրեսված ժամանակ ինչ երգեր եք լսել, օրինակ ինչ երգեր խորհուրդ կտաք, որ երիտասարդները լսեն։ Պետք է հասկանաք, ինձ թվում է դեպրեսված չեմ եղել։ Բայց երևի ասենք շատ տխուր էլի, հա, կլինի այդպես։ Կարանք ասենք, թե դուք եք նախարարը, դուք ասեք։ Դե ասենք Արմենչիկի ինչու այդ երգը, ում հետ էր երգում, պետք է հիշեմ, բանի հետ, Քրիստինե Պեպելյանի հետ։
2006 թվին հստակ հիշում եմ, որ այդ երգը լսել եմ մի անգամ։ Ահա։ Բայց այս վերջերս Billie Eilish եմ լսում։ Eilish։ Տեսեք, այստեղ է դուք սխալ ասեցիք։ Billie Eilish-ը կնեղանա։ Ուրեմն ասեմ, որ մի հատ Կրեցի ձեզ, ասեք, չէ, միանշանակ ընդունում եմ պարտությունս։ Ես ուզում որ ինձ արկելա փակեն։ Ես պարտվել եմ քանիցս ու տեսել եմ քմծիծաղը Արենի։ Շատ լավ է հնչում եւ ընդունեցի մի հատ լավ խոսք կա։ Իմ հումորները մատախի պես են միշտ ընդունելի։ Խելացիները սովորում են ամեն ինչից եւ ամենքից տենց միջին խելացիները սովորում են իրենց փորձից, իսկ հիմարները բոլոր հարցերի պատասխանները ունեն։ Ուզում եմ ասեմ, ի ուրախություն ինձ, ես բոլոր հարցերի պատասխանը չունեմ։ Կարծում Սոկրատեսն է ասել, եթե ինքն էլ չի ասել։ Չէ, Սոկրատեսը ասել է ես գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ։ Իսկ կարող է դա ասել, որ ես ասացի նոր։ Այսինքն Սոկրատեսը մի բան է ասել, մենակ հա տես նկարի ունի։ Չգիտեմ, լավ, ով ուզում է ասի, երևի հույն է ասել, համենայն դեպս, տենց հունական է հնչում։ Ուզում եմ ասել, ընդունում եմ, սովորեցի Billie Eilish, Billie Eilish եմ լսում, Teddy Swims եմ լսում, լսել եք, իմ մասին է գրե։ Kendrick Lamar եմ լսում, մի խոսքով խառը բաներ։ Հայկականներից Այս չեմ ասում։ Հա լավ ասեմ։ Գարիկ Պապոյանի մի հատ երգեր աներ, այս վերջերս։ Չեմ հիշում վերնագիրը։ Դուր տարինց թե ինչ։ Մեկ էլ բան Պարտքով սեր կարծեմ տենց էր կոչում։ Այս մի երկու օր լսում եմ դուրս շատ է գալիս։ Ես գիտեի վնաս Ափսոս Գարիկի այդ երգերը քիչ են լսում, չգիտեմ ինչի, երևի պետք է մի քիչ պահիտակ ինչ-որ ավել պակաս բաներ ասի։ Քանի խոսեցինք երգերից, քաղաքը խոսում է, որ դուք երգում եք։ Հիմա հարց, ով է ավելի լավ երգում, դուք թե Սրբույի Գալյանը։ Սրբույի Գալյանը, վստահ ասեմ, որտեվ լսել եմ իր երգերը։ Մենք էլ ենք լսել։ Հա։ Իմ երգերը չեք լսել, բայց հա, կկանչեք առիթի լսեմ, մի առիթի կանչեք։ Առիթի, դե եթե օրինակ առաջիկա ընտրություններում պարտվենք եւ կմտնեք շոու բիզնես, ասենք դե ես ցուցակում 36-րդն եմ, ասենք ինձ հերթ չհասնի, օրինակ քաղաքացիական պայմանագիրը ստանա 20 մանդատ Այդ իմաստով եք ասում, որ գնամ ստիպված երգեմ առիթի հրավիրեմ կամ ձեր առիթին կամ դուք ինչ որ առիթ կազմակերպեք, ես գամ լսեմ ձեր երգելը։ Հա, կամ ինչ որտեղ գնանք իրար հետ ուրախանալու, տժալու։ Ջան։ Ես կողմ եմ։ Ես էլ եմ կողմ։ Իմ երգելու հետ կապված պետք է հասկանալ, ինչա պետքա որ քիչ մարդ լինի ու հիմնականում պատրաստ լինեն իմ երգելուն։ Ասենք խմած լինեն, որ շատ չնեղվեն դրանից։ Շատ լավ։ Բայց իհարկե ես հիմա քննադատում եմ, բայց ինձ թվում է մի կլինեն նաև այլ գոլեգաներ, որոնցից ամեն դեպքում մի քիչ ավելի լավ կերգեն։ Այսինքն իրանց ընդհանրապես չարժի լսել։ Ալբանիայում արդեն կա արհեստական բանականություն նախարար։ Կամաց մեր տնային են մոտենում, էլի։ Հա, ուզում էի հասկանալ, որ ձեր գործընկերոջն եք առաջինը աշխատանքից ազատելու։ Ասենք պատրաստվի էլի մարդը գոնե իրերը հավաքի։ Հա։ Լավ հարց, հա։ Այնտեղ ֆինանսների նախարարն էր, պարոն Վահե Հովհաննիսյան։ Ինձ թվում է Վահե Հովհաննիսյանն էլ արդեն պատրաստ դրան։ Հա։ Հա։ Լավ գաղափար է։ Մեկը հիմնականում ֆինանսների նախարարին չեն սիրում, զարմանալիորեն ես սիրում եմ իրեն։ Գիտեք ինչն է պատճառը, եւի ոչ թե որպես ֆինանսների նախարար, որտեվ եթե որպես ֆինանսների նախարար ես է պետք չսիրեի, այլ ինքը տենց շատ քիչ է ֆինանսավորում հազար ծրագրերը։ Խորը մարդ է, լավ մարդ է, ու կարելի է ուրիշ բանով ինքը զբաղվի։ Ու նենց բանով, որ իսկապես սիրեն ու գնահատեն ինքը արժանի է։ Իսկ որպես ֆինանսների նախարար ինձ թվում է ոչ մեկին չեն սիրելու, եկեք այդ խոցելի պաշտոնը, եկեք այդ Էս ֆիքսենք Մխիթար Հայրապետյանը փոխարինենք։
Մխիթար Հարապետյանը Վահե Հովհաննիսյանին սպառնաց, որ աշխատանքից կհանի։ Ժամանակի հարցը, ասենց ասեմ։ Հա։ Դուք մեծացել եք 8-րդ մասիվում։ Հեշտ էր ապրել հայ-վրացական սահմանին։ Դե ամառները հով էր ամենայն դեպս։ Իսկ դրանից զատ այլ դրական շատ բաներ չեմ հիշում։ Հա չէ, ջուրը շատ համով էր։ Ջուրը խմեցի, հիշեցի, գառնի ջուրն է։ Մնացածը հիմնականում լի էին մարտահրավերներով։ Անընդհատ կռիվ էին կանում։ Այդ դրանք անդրադառնանք, բայց երբեմն այդ երևի կյանքի մյուս փուլերում ոնց որ թե օգտակար է։ Ըստ էության, ըստ օրենքի նախարարը պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի։ Ոնց եք համատեղել Հայաստանի ու մասիվի քաղաքացիությունը։ Չէ, ռեզիդենտ քարտ եմ ունեցել Կոտայքի մարզի։ Այդպեսի հումոր կար իհարկե։ Ասում էին 8-րդ մասիվ եմ, ասում էին հա, հեսա անձնագիրը վերցնենք գանք։ Այնքան ասցին անհամացավ այդ հումորն էլ էր ծիծաղալու, մոտ էր ձեր ասած հարցը այդ երկքաղաքացիության։ Ուզում եմ ասեմ, արդեն վաղուց այդ հումորը ակտուալ չի, բայց հա, հեռու է, շատ հեռու է, այնքան հեռու է, որ մեկ-մեկ ասում եմ երևանցի եմ, բան, ասած մի տեսակ են նայում, ասում են այդ քեզ թվում է։ Որովհետև 6 մետր այն կողմ իսկապես Կոտայքի մարզն է։ Իսկ ձեր մասիվի անուշապերներում հետ կռիվ եք արել, ձեզ կընտրեն մոտակա ընտրություններին։ Այս վերջերս եթե հաշվի առնենք, եթե համարենք, որ իրենք ինձ հետ անկեղծ են եղել, հա, որովհետև մի քանի օր առաջ հենց մասիվում էինք Քարոզարշավի։ Բա հա երկաթից շներ եք հան իրանց դեմ բան ավտոմատ կամեջները լազերներով պահել եք։ Չէ, հետեսօր ենք հանել երկաթից շները։ Մի քանի օր առաջ իրենք ասացին, որ կընտրեն։ Իրենք չգիտեին։ Չեք նախազգուշացել։ Չէ, ուզում եմ ասեմ, այդ եղել է մինչև սպառնալիքները։ Եվ ասել են, որ կընտրեն։ Ու հիմնականում միշտ այդ թաղամասում ոնց որ մենք շատ ձայն ենք հավաքել, հույս ունեմ իմ անձով պայմանավորված։ Եթե չէ, ուրեմն ուրիշ գործոն կա անտեսանելի։ Անտեսանելի զենքեր եք ստեղծել։ Գևորգ Մելիքսեթյանը, որ համակարգում է ու պիտի փակի ձեզ այս հաղորդումը, փոխնախարարը, էլի 8-րդ մասիվից է, կարող է իր գործոնն է։ Իմ խորհրդական Արսենը էլի 8-րդ մասիվից է։ Ինչպիսին պետք է լինի իրական մասիվցին։ 3 հատկանիշ։ Ինչպիսին իրական մասիվցին։ Կիրթ, շատ իմաստուն, խաղաղասեր։ ՔՓ-ի վարչությունից պետք է լինի իսկական մասիվցին, հա տենց։ Ես ՔՊ-ի վարչությունից չեմ, բայց հա, այնտեղ շատ կիրթ, խաղաղասեր եւ ինչ ասի, իմաստուն մարդիկ կան։ Զինեդին Զիդանը քրոջ պատիվը պահելու համար գլխով խփեց Մատերացիին։ Պատասխանեք որպես ոչ մասիվցի, ոնց եք գնահատում այս քայլը։ Բայց կարող է մասիվցի է։ Ողջունում եմ Զիդանի քայլը, ողջունել եմ սրանից իդեպ 20-րդ տարին է, հա, հոբելյանական տարի է Մատերացին խփելու, բայց եթե անկեղծ որպես Զիդանի մեծ ծագույն երկրպագու շատ էի տխրել ու հիշում եմ ինչ ագրեսիվ էի տրամադրված մինչև հիմա Մատերացիի նկատմամբ, շատ ագրեսիվ, սադրվեց Զիդանը, բայց ողջունում եմ, ուրիշ տարբերակ չկար։ Ես էլ եմ ողջունում։ Հա? Որ մասիվից ես։ Չէ, ես ուղղակի ողջունում եմ։ Շատ լավ։ Ճիշտ է, որ դուք VR ակնոց ունեք ու ամեն քարոզարշավից հետո գնում եք տուն, հատուկ խաղ եք քաշե, ընդդիմադիրներին եք ծեծում։ Չէ, բայց ունեմ մետայի ակնոց։
ու հնարավոր չի մետայակնոցով այդ վարժությունը անել։ Իսկ ասենք որ Չէ, կարճ ասած չէ, մի 8 տարի առաջ ծեծել եմ։ Հիմա հիմնականում զբաղված եմ պոզիտիվ բաներ անելով։ Իսկ տենց համակարգչային խաղեր խաղում եք, օրինակ մարդ ծեծեք, մարդկանց սպանեք, բան կրակեք։ Չէ, եթե չհաշվենք, որ ֆուտբոլ եմ խաղում, դնում եմ Ֆրանսիայի հավաքական 2006-ի Իտալիայի դեմ, ու մատերացին եմ ծեծում, ուրիշ դրվագներով չէ։ Մնացածը ավելի կառուցողական են այդ խաղերը։ Քանի ֆուտբոլից խոսեցինք, ճիշտ է, որ երբ ՔՊ-ով ֆուտբոլ եք խաղում, չեք կարողանում Նիկոլ Փաշինյանին համոզել, որ գոլ եք խփել։ Պետք է երկար մտածեմ։ Չէ, հիմնականում ես փորձում եմ իր թիմից լինել։ Որ ինչ էլ որ լինի, ձեզ պարտված չհամարեք։ Հա։ Բայց պարտվում ենք մեկ-մեկ։ Իսկ հեչ եղել է, որ ասենք ինչ որ մեկին կարմիր քարտ տա, Նիկոլ Փաշինյանը գասի բադուխի կարմիր քարտ չես ստացել։ Դու գնայր կարմիր քարտ ստանայր։ Չէ, չեմ մտաբերում տես դեպք։ Իսկ լավ տրեյներ կլիներ։ Ֆուտբոլում։ Հա։ Չէ։ Ֆուտբոլում չէ։ Իսկ լավ տրեյներ կլիներ։ Ինքը։ Հա։ Ինչու ոչ։ Չնայած ես Եղիշե Մելիքյանին շատ եմ հարգում։ Բայց կարծում եմ մարզչի համար շատ կարևոր է լինել լիդեր եւ առաջնորդել թիմին դեպի ճիշտ ճանապարհ, դեպի հաջողություններ։ Ես կարծում եմ այս տեսանկյունից եթե նայենք, Բայց գիտե հրաժեշտ եք տալիս։ Չէ, հələ ստեղ եմ։ Ճիշտ է, որ դուք միշտ ինտերնետ ունեք ձեր մոտ։ Որ իմաստով, այսինքն կապին հասանելիություն։ Միշտ, հա։ Ասենք թեկուզ անտառում, թեկուզ 8-րդ մասիվում ձեր ինտերնետը բռնում է։ Լավ հարց, հա, ասեմ։ Ցավոք ոչ։ Սուտ է։ Դա կեղծ Instagram-ի պարոլ հայտարարություն ջարդել չգիտեք, ինտերնետ չունեք, բա չունեմ Starlink-ի այդ տերմինալից չունեմ, բայց ծնունդս էլ անցավ։ Երբեր։ Եթե մոնետիզացնեիք, ուզում էի, որ ինձ նվիրեիք, թե այդ չի կարելի։ Այս փուլում չի կարելի, որ ես նվիրեմ, բայց դուք կարող եք նվիրել, ես կհայտարարեմ։ Ահա։ Մյուս ծնունդից խնդրում եմ այդ հարցը։ Բայց որ նվիրեմ, հետո դուք ինձ պաշտոն եք տալու ու ասելու եմ, որ նվիրեց, որ պաշտոն ստանա։ Բայց այդ հարցն էլ է լուծվել վերջին 2.5 տարում վատ է։ Որ հարցը։ Starlink-ի։ Ինչ հարց։ Այդքան ասում էին, ինչ եղավ Starlink-ը։ Հա։ Բայց եղավ ինչ։ Լավ, եթե պետքա գնացինք Վաշինգտոն, բանակցեցինք, եկանք միացրին Starlink-ը, որ բոլոր հեռավոր բնակավայրերում, բարձր լեռնային հատվածներում, ձորերում, չէ, դե ալպինիստներ կան, փրկարարներ կան ամենտեղ, ոնց որ կապի կարիք կա, այդուհանդերձ։ Այդ հարցն էլ լուծվեց։ Հետո նույն մոնետիզա, հիմա PayPal-ի հարցն է։ Անընդհատ ինչ որ մի նոր հարց դրվում է մեր առաջ։ Այդ մի քիչ բարդ է, բայց հերթով պիտի լուծենք։ Իսկ դուք ասում եք, ոչ մի լավ բան չի արվել։ Ես տենց բան չեմ ասել։ Իհարկե չեք ասել, բայց եթե ասել եմ ավելի պակաս չի արվել, լավ բան, ասցիք դե չեմ հետևում։ Ես չասեցի չեմ հետևում։ Ես ասեցի չեմ հետևում։ Հա, այդ տարբեր բաներ են։ Չէ, ինձ թվաց ասում եք չեմ հետևում։ Դուք այն սերնդից եք, որ քաղաքականություն մտակ Facebook-ով։ TikTok-ից չեք վախենում։ Դե TikTok-ում անձնապես ես չկամ, բայց իմ գործընկերները այնտեղ բավական ակտիվ են եւ սենց շատ հասցեական փորձում են աշխատել TikTok-յան լսարանի հետ։ Ենթադրում եմ նաեւ այդ վախն է, որ դրթում ան գնալ այդ քայլին։ Իսկ երբ ենք սպասելու, որ ասենք TikTok-ով ուղիղ եթեր մտնեն, ինչ որ իշխանական падգամավոր ու դիմադիր падգամավոր բաթլներ անեն, որով ավելի շատ սրտի կստանա ինքը։ Հիմա չի արվում։ Չենք տեսել։
Նրանից է, որ TikTok-ը մոնետիզացված չի։ Հենց մոնետիզացնենք, երևի դա էլ տեղի կունենա, դրա համար չենք մոնետիզացնում TikTok-ը։ Երբ ազգային ժողովում բոլորը խոսում են, որ հասկանում են արհեստական բանականությունից, իրոք հասկանում են, թե Դեվեմբերն է։ Չնեղացնենք էլի ոչ մեկին։ Դուք այս պատասխանով ավելի շատ նեղացրեցիք բոլորին։ Չէ, բոլոր չասացի։ Ասացի, կարող է լավ, բոլորը հասկանում են։ Եվ ակնհայտ է, որ բոլորը հասկանում են։ Բայց հիմա եթե լուրջ շատ տրենդային է արհեստական բանականությունից խոսել, ինձ թվում է բոլորն են խոսում արհեստական բանական, նույնիսկ դուք ասացիք, որ ֆիլտրը դնեք AI-ով։ Հիմա ինչ տեղի է ունենում, ասում են AI-ը։ Իրականում այսօր ներկա չէ այս հարցազրույցին Մխիթար Հայրապետյանը, սա իր AI գեներացված պատկերն է։ Ինչ լավ AI-ը։ Հա, իհարկե։ Չէ, դեռ այդքան չենք զարգացել։ Դուք ասեք, այդքան զարգացել եք, համաձայն եք։ Չէ, ես adekvat մարդ եմ։ Շատ անելիքներ կա AI-ի մասով Հայաստանում անկեղծ, հատկապես լեզվի մասով, հայերենի։ Հա։ Հա։ Ասում ես, քանի լեզու գիտես, այդքան մարդ ես, ինքն է նեղվում է, որ մարդ ես ասում, չի սովորում ավելի լեզու։ Պետք է լուծում գտնենք։ Մինչև դուք լուծում կգտնեք, եկավ Բայց հաջորդ խնդիրը, որ ազգային ժողովում բոլորը ձևացնում են, թե գիտեն ինչ է AI-ը։ Բայց արդեն թեման փոխեցինք։ Հա, լավ։ Ես կենթարկվեմ կանոններին։ Այն ինտերնետը դանդաղ է երևի ձեր մոտ։ Կարամ ցրեմ։ Ասեցի, չէ, միշտ չի, որ կապը բարձրորակ է։ Բայց օրինակ ինչ վատ բան կա, որ քարոզարշավում մարդիկ արհեստական բանականությամբ են մասնակցում, ասենք AI վիդեոներ են գեներացնում, AI ուղերձներ են հղում։ Ողջունելի է, հատկապես եթե լավ չեն խոսում հայերեն։ Միանշանակ ողջունելի է դա։ Ասենք օրինակ եթե ես տգետ լինեի կամ հայերենի իմացությունս շատ խոցելի լիներ, ինձ թվում է ես էլ այդպես կանեի։ Ողջունում եմ միայն։ Ու ասեմ, փորձը ցույց է տալիս, որ հենց հրաժարվում են LAI-ով չեն սկսում շփվել ժողովրդի հետ։ Շատ վատ է ստացվում։ Ապագա կա, թե դեռ loading է լինում։ Ոնց։ Ապագա կա, թե զարգացություն չկա, թե ապագա էլ կա, loading էլ է լինում։ Երկուսն էլ։ Կա հակասություն կա հակասություն։ Հա, շատ լավն էր։ Հիմա ասում եք համ կա, համ loading է լինում։ Դե ընտրեք մի տարբերակ։ Ապագան այսօր է։ Ապագան այսօր է։ Մխիթար Հայրապետյան։ Հիմա մենք ուզում ենք, որպեսզի դուք բացեք ձեր հեռախոսը եւ ցույց տաք, թե ինչ եք վերջինը քննարկել ChatGPT-ի հետ։ Դավայ։ Հա, չէ, դա անիմաստ է, անիմաստ։ Ասենք ինչ հակնեմ այսօր, բան, հա։ Չէ, ես log out եմ, որպես իմ դատան ոչ միտեղ չպահպանվի։ Վաու։ Տեղեկատվական անվտանգության մասին եք մտածում ձեր, հա։ Ոչ մեկը չիմանա, որ քննարկել եք հետը, թե ինչ հակնեք այսօր։ Իմ դատան մենակ, քանի որ իմը չի, էլի լուրջ մի քիչ լրջացնենք։ Մեկ ոչինչ, թե չէ։ Կկտրենք հետո, խոսենք։ Հա, լուրջ մասերը կհանեք իսկականից։ Հա, զուտ հիմա որպես տեղեկատվական բան թող չնայեն։ Քանի որ այդ դատան մենակ ինձ չի վերաբերում, իմ հեռախոսի մեջ եղած տվյալը։ Այստեղ մենակ իմ անվտանգությունը չի։ Հետևաբար ես առավել եւս պիտի պատշաճ կիբեր հիգիենան պահպանեմ։ Եվ այդ թվում եւ ChatGPT-ի հետ ոչ մեկին չեմ վստահում։ Ճիշտ է, հիգենա ասեցիք, հիշեցի, հիգենան պահելը շատ կարևոր է, լողացեք տրանսպորտ մտնելուց առաջ։ Թե դա ուրիշ բանի մասն էր։ Նման է, շատ նման է իրականում։ Լողացեք ինտերնետ մտնելուց առաջ։ Պարոն Հայրապետյան, դպրոցում բուլի եք եղել, թե դուք եք ենթարկվել բուլինգի։ Ես չեմ ենթարկվել բուլինգի։ Ենթարկել եք այսինքն։ Չէ, իհարկե ոչ։ Ես հիմնականում փորձում էի պաշտպանել ենթարկվողներին, հա, եւ նրանց դատան, հա, բուլի անողներից։ Իսկ չգիտեմ, միշտ
միշտ ինձ մոտ ստացվում էր թե չէ, բայց փորձում էի այդ դերը ստանձնել։ Իսկ ինչ խորհուրդ կտաք կիբերբուլինգի ենթարկվողներին, բացի ինտերնետը անջատելուց։ Նայած տարիքային խումբ, եթե 21 երեխաները տարեկան լրագրող 21 տարեկան լրագրող չեմ ճանաչում անձնապես, բայց արժի խոսել մեզ հետ, շփվել մեզ հետ, կիբերչատ գոյությունի պետքա կիբերչատով մեզ հետ մենք 24/7 Դուք 21 տարեկան լրագրող չեք ճանաչում, որ կիբեր հարցակման է ենթարկվել։ հա, Կարող է ճանաչում եմ, չգիտեմ, որ ինքը 21 տարեկան է։ իսկ քանի տարեկան կտայիք։ Ում ձեզ Հա, 26։ Չէ, լուրջ 21։ Այ քեզ բան։ Հա, մեկ Չէ, բայց դա ոչ մի բանի չի խանգարում, ասեն փաստորեն։ պարոն Հայրապետյան, ոչ մի բանի չի խանգարում Ներողություն եմ 21 խնդրում։ տարեկանը։ Պետքա շփվել, պետքա դիմել համապատասխան մարմինների օգնության, իսկ այդ մարմինները մենք ստեղծել ենք։ Մինչդեռ դուք ասում եք, որ համարյա ոչինչ չի արվել այս ընթացքում։ Տեսեք, Ես ինչքան բան չեմ բաներ են ասել, ասել։ ես Կարևոր դες չի, բան ինձ ոնց որ հարմար է, որ ես դա օգտագործեմ։ Ինձ մեղադրեք նրա մեջ, ինչի ես չեմ ասել։ Մի հատ էլ բերման ենթարկեք, պարոն Հայրապետյան։ Այդ հարցով պարոն Մելիքսյանին կաս։ Հա։ Եթե նախարար չլինեիք, պատկերացրեք, այսօր հրաշալի հնարավորություն է ստացվել, նախարար չեք, ու ձեզ ոչ մեկը չի ճանաչում։ Ինչ կանեիք։ Ասենք Բայց հաշվի առնելով, որ այն ճանապարհը, որ անցել եմ Գյումրու չէ, էլի Գյումրի Երևան չէ, կյանքի։ Ահա։ Այդ կա թե լրիվ նոր ինչ որ բան ենք, սցենար ենք գծում։ Օրինակ ես եղել եմ պատկերացնում եմ, նախարար, թե չեմ եղել նախարար, որ սցենարով։ օրինակ ես պատկերացնում եմ, սենց հարց տամ էլի, ես մի 6 տարի նախարար եմ եղել, Հա։ հիմա ինձ հրաշալի հնարավորություն է ընձեռվել, որ ինձ ոչ մեկը չի ճանաչում։ Հա։ Այդ մի օր է։ Ասենք կգնայի մի հատ փարթի հավեսով հա, Ինձ թվում է ուրախանայի։ ինձ թվում է հենց այդ էլ կանեի։ Կարանք գնանք, ես ձեզ համար դիմակ ու ակնոց Դե կպատվիրեմ։ օրինակ մինչև այդ որոշակի հանրային շրջանակներին հայտնի դառնալը երևի իմ կամքից անկախ, ասենք ավելի ազատ իմ կյանքում, որ ինձ կարող էի թույլ տալ այնինչ ուզում էի, որտեղ հիմա արդեն վաղուց դա անել չեմ կարող, որտեղ Այդքան փող չունեք։ ազատության համար փող է պետք։ Չէ, որ անեք այն ինչ ուզում եք։ Չէ, հարցը փողը չի։ Դե օրինակ հիշում եմ մագնիշը չասեմ, չկողազդեմ, Մայբախ։ ունեի։ Ասենք Մայբախ Մայբախ։ մագնիշի բան ունեի, ականջակալներ եւ սիրում եմ, ասենք դնում էի ականջներից երգեր էի լսում, երգեր էի լսում, ասենք ինչ որ հետաքրքիր բան կարող է դրա հետ երգեի, քաղաքով զբոսնել ես, բան, ու հիշում եմ, որ շատ երջանիկ էի այդ ժամանակ, տենց բաների իհարկե պակասում են հիմա։ Ռեյվի կգնայիք, ասենք որ ոչ մեկը չճանաչի, երաշխավորված եք։ Ռեյվը ինչ է։ Չգիտեմ։ Դուք Հայաստանի ամենաերիտասարդ պաշտոնյաներից եք ու չգիտեք ռեյվը ինչ է։ Սա կարմիր քարտ է ակնհայտ կարմիր քարտ է։ Ասացի, չէ։ Սովորական մեղսավոր եմ ես։ Իսկ եթե նախարար Չէ, չլինեիք, անկեղծ չէ ռեյվը։ այն որ էլեկտրոնային երաժշտություն են դնում, գնում Տանը են չեմ տակ ու կարողանում, տշում նույնիսկ են։ եթե շատ երիտասարդներ հիմա Իսկ ոնց է ձեր ամենահավեսով անցկացրած ժամանակը, որ գնաք ինչ անեք։ Արտադիր չէ էլեկտրոնայինի տակ parem։ Ջազի տակ բարեք։ Դա ասենք կարելի է Քենդրիկ Լամարի տակ էլ parել, ասենք N95-ի տակ։ Ինչ վատ կլներ որ։ Չէր լինի։ Ինչ։ Parել։ Բարելը, վատ չէր լինի։ Հա, որտեղ ես հաճույքով կպարեի դրա տակ։ Նկատի ունեմ փողը լավ շատ չլրջացնենք էլի։ Որ շատ չկտրեք էլի ես հարցազրույցից։ Հարց մամայի կողմից կլինի փագեք այդ TikTok-ը։ Մեդիա գրագիտություն, կիբերգրագիտություն ամբողջը գրագիտության վրա դրված մեր քաղաքականությունը, ուզում ենք որ շատ բաներ լինեն հասանելի, բայց մարդը քաղաքացին իմանա թե ոնց դրանցից օգտվի, ոնց ինքը իրեն պաշտպանի։
լավ ստացվեց, Հա։ մայրիկին փոխանցեք, որ այս պահին օրակարգում TikTok-ը փակելու հարց չկա։ Մամա, այս պայն Բայց ասեմ, TikTok-ում բազմաթիվ կոնտենտներ կան, տարատեսակ հաղորդումներ, սերիալներ։ Հիմա անունները չտամ, որ ոչ մեկին չնեղացնեմ, բայց այդ թվում եւ հայկական։ Դուք այս ամբողջ հարցազրույցի ընթացքում ինձ նեղացրեցիք բրծակել։ Մի երկու սերիալ կար, որ TikTok-ի գործընկերների հետ արգելափակեցինք։ Նկատի ունեմ, երբ որ կա շատ կոնկրետ վտանգ, մենք թիրախային աշխատում, այս էլի այն լուրջ հատվածներից բոլոր հարթակների հետ ու շատ կառուցողական, շատ օպերատիվ իրար հետ աշխատում ենք, լինի Meta-ն, լինի TikTok-ը, Google-ը թե այլ հարթակներ, թիրախային հիմնավորում ենք, որ այդտեղ կա վտանգ, սպառնալիք մեր հասարակության տարբեր շերտերի համար, հեռացնում ենք, բայց ընդհանուր հարթակների արգելափակման հարցը սպայն չենք դիտարկում, որքան էլ երբեմն դրանք շատ գայթակղիչ են։ Օրինակ Telegram-ով գիտեք, որ ինչ որ խմբեր, ալիքներ կան, որ արգելված տեսակ առարկաների վաճառք են արվում։ Բնականաբար առաջին միտքը, որ գալիս է, դա արգելափակումն է, բայց արգելափակումը արգելքը մեր ընկալմամբ լուծում չէ։ Այդ առողջ ճանապարհ չի։ Եթե տեսականորեն հիմա ուզենաք ինչ որ հեռուստաալիք արգելափակել, մի քլիկով կարաք։ Եթե ազգային անվտանգությանը սպառնալիք լինի, հա, չէ։ Դուք գիտեք, ձեզ եմ հարցնում։ Դե եթե ինձ հարցնեք, հա, կարամ, բայց ես ինչ կապ ունեմ։ Հա։ Այսինքն կլինի։ Տեխնիկապես հնարավոր է։ Եթե խոսում ենք համացանցային տիրույթի մասին, դրանք իհարկե դա արդեն ամբողջ ինտերնետը անջատել եւ այլն, բայց եթե խոսում ենք օրինակ մուլտիպլեքսի կամ ցանցային օպերատորների տիրույթում հեռուստաալիքի, տեխնիկապես դա հնարավոր է։ Եթե կա առանձին մեկ հաղորդում, որտեղ էլի կա սպառնալիք ազգային անվտանգությանը, մեր պետական շահերին, մեր արժեքներին կարելի է առանձին հաղորդում արգելափակել, գիտեք, տենց դեպք ունեցել ենք։ Սալավյովի հաղորդումն ա եղել, որ մինչև այս բա արգելափակված է։ Բայց ցանկալի է պետությունը երբեք նման առիթ չունենա, էլի, որտեվ դա։ Ես եմ շնորհակալ, եթե ուզում ես կարող եմ էլի հարցեր գրել նախարար Մխիթար Հայրապետյանի։ Վայ, այս ChatGPT-ներ գրե, copy paste-ը արել։ Դատան պահպանվում է։ Հա։ Կիմանանք ինչ երեք խոսում ChatGPT-ի հետ։ ChatGPT-ից ուզեցինք, որ բերեն մի հատ կանաչ դրոշակ, մի հատ կարմիր դրոշակ, փոխանցում ենք Մխիթար Հայրապետյանին, որպեսզի խաղանք իր հետ red flag թե green flag։ Եթե պետք է ասեմ ոչ, խնդիր չկա։ Մխիթար Հայրապետյանը չգիտի այս խաղի կանոնները, հետո է ասում է տեսել եմ հարցազրույցը։ Հա, ուրեմն ես ինչ ավելի շատ կնայեն, օքեյ։ Երևի։ Ուրեմն ես հարց եմ տալիս կամ ինչ որ բան եմ ասում, Բելարուսի դրոշն է, հա, ասեք։ Դուք կարող եք կամ կարմիր դրոշակ հանել կամ կանաչ դրոշակ։ Կարևորը սպիտակ չեք դրել։ Սպիտակ չեմ դրել։ Հա, եթե հանձնվելու ունեմ, սենց կանեմ։ Հա, պայմանավորվեցինք։ Green flag-ը թե red flag գունավոր շորեր հագնող մասիվցին։ Պարզ։ Ինչքան գույն կա ինձ վրա։ Իսկ ինչքան փող եք ստացել այդ գովազդի համար, պարոն Հայրապետյան։ Դեռ չեմ փոխանցել։ Ես նույն վիճակում եմ, ինչ Թաթա Սիմոնյանը։ Հա։ Ռեյվերի գնացող նախարար, green flag-ը թե ռեյվը։ Հա, ինչ։ Green flag-ը թե red flag։ Ռեյվերի գնացող նախարարը։ Կգաք հետս ռեյվի։ Ուղղակի եթե կարելի է շատ ծանր չլինի երաժշտությունը։ Ջազ ռեյվի գնանք։ Թե տենց բան չկա։ Կարանք ուղղակի գնանք ջազ լսելու։ Չէ, ռեյվի էլ գամ, ուղղակի խնդրում եմ։ Եթե հնարավոր է այդ օրը, այն շատ
ծանր ռոք են ասում, Չէ, էլեկտրական երաժշտություն։ Հա, ասենք, լավ դուրս կգանք, եթե դուրս չգա։ Կգնանք ջազ։ Կգնանք ջազ։ Վագն Հայրապետյանին կգնանք։ Տուտորիալ Արեն Նահապետյանի կողմից։ Վագն Հայրապետյանին, Զուտվոր Հայրապետյանը դրա համար։ Տուտորիալ Արեն Նահապետյանի կողմից ինչպես ինչ որտեղ։ Հիշեցնեմ, Վագն Մխիթարյան չէ։ Վագն Հայրապետյան։ Հա։ Երաժիշտ։ Մի հատ red flag-ը կտակ։ Տամ։ Նախարարը ով ընդհատեց երկու անգամ։ Ներողություն եմ խնդրում։ Տուտորիալ Արեն Նահապետյանի կողմից թե ինչպես ինչ որտեղ հրավիրել նախարարին։ Դուք ընդունեցիք իմ առաջարկը ինչ որտեղ ջազ լսելու գնալու։ Մենք կոնտակտներով փոխանակվենք, կգնանք։ Թե ուզում եք ընտրություններից հետո։ Հա, հարցընտրությունից առաջ էր։ Երբ ուզում եք։ Այդ արդեն դուք հրավիրեք։ Ընտրություններից հետո, ոնց որ դրան հաջորդող 10 օրերի ընթացքում մեծ սիրով։ Անկախ ընտրությունների արդյունքից։ Ես կսպասեմ ձեր հրավերին։ Բայց ցանկալի է մեր հաղթանակից հետո։ Շատ լավ։ Սահմանադրական մեծամասնություն, հա։ Էդ էլ հաշվի կառնենք։ Դե կազմակերպեք, հա, մյուս հարցը։ Ես կազմակերպեմ։ Դրանով երևի Վահագն Հովակիմյանն է զբաղվում։ Ասեք նկարի էլի։ Վահագն Հովակիմյանին red flag։ Լավ։ Հա։ Ռեյվերի չգնացող նախարարը։ Green flag-ը թե հա։ Չգնացող։ Դե տեղաշարժվելու, ազատ տեղաշարժվելու իրավունք կա։ Բան չունեմ ասելու։ Հիմա լավ, թող գնա։ Լավ։ Ինքը ծիտ է, բայց ջազ չի լսում։ Հա։ Գնալ կռվի ու ծեծ չուտել։ Բայն պահը չի գա, բա դուխի ծեծ չես կերե։ Այդ ժամանակ դուխի ծեծ չես կերե։ Կուտի այդ ժամանակ ծեծ։ Երբ մարդը իր հեռախոսի պարոլը դնում է 1 2 3 4 5։ Այսի պետք է լրջացնեմ։ Այսի լուրջ խնդիր է։ Չանեք այդպես։ Երբ ինքը որտեղ նայեմ ասում, մի արեք այդպես։ Սիրելի հայրենակիցներ։ Երբ ինքը շատ ծիտ է, բայց Բարսայի ֆանատ է։ Երկրպագու։ Հենց նոր դուք կորցրեցիք 23456 ձայն։ Ես դրա համար երկար մտածեցի, բայց համարեցի, որ սկզբունքներից էլ չեմ կարող հետ կանգնել հանուն ձայների։ Հա։ Երբ քաղաքական գործիչը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։ Մի րոպե։ Կլինի պարզաբանում տալ։ Թե հենց ուղղակի ասեմ։ Ասենք որտեղ տարբերություն կա, էլի։ Ոնց որ գործի ժամին, գործի հաշվին, արդյունքի հաշվին, եթե գործի հաշվին համադրվում է։ Ոնց ուզում եք։ Նորմալ աշխատում է ու ակտիվ է green flag։ Ահա։ Մյուսը չէ։ Իսկ երբ пассив է։ Քավլիցի։ Երբ մարդը նշանակվում է նախարար առանց ոլորտից տեղյակ լինելու։ Մխիթար Հայրապետյանի համար red flag է։ Գարեջուր խմելով ջազ լսելը։ Ինչ։ Գարեջուր խմելով ջազ լսելը։ Այս ուղղակի քննարկում ենք ֆորմատը երևի։ Հա։ Չնայած վատառողջ խմիչք կա ասում են, բայց կարելի է քիչ։ Երբ 21 տարեկան ես, բայց ինքը քեզ ասում է, որ 26-ի տեսք ունես։ Ողջունում եմ։ Դրա ի՞նչն է ողջունելի, պարոն նախարար։ Լավ էլի։ Երբ քաղաքական որոշումները ԱԲ-ով են։ Հասուն ես էլի երևում, երբ դու 21 ես, դու 26-ի հասունությամբ ես հանդես գալիս, հետո 26 տարեկաների հետ ես շփվում, այդ նշանակում է, որ քեզ մյուս 21-ները հետաքրքիր չեն։ Այսինքն այս տեսանկյունից եմ ես նայում, դրա համար համարում եմ նորմալ։ Իսկ կարամ 36 տարեկանների հետ ընկերություն անեմ։ Հա, կարող է։ Ինչպես ընկերություն անել նախարարի հետ։ Ձեզ համար հետաքրքիր լինի։ Հա։
Չեմ Ես երաշխավորում ընկերներ մյուս չունեմ, կողմի համար, բայց Հա։ Երբ քաղաքական որոշումները արհեստական բանականությամբ են կայացվում։ այս լավ հարց է։ Սենց անենք։ Red flag անենք, բայց բարձաբանմամբ։ Հետ գրություն։ Եթե որոշումների համար իրենք գալիս են այդ որոշումների որակը բարձրացնելու, համապատասխան վիճակագրություն ապահովելու, ինչ որ տվյալներ վերլուծելու, հա, բայց եթե պաշտոնյայի փոխարեն են կայացնում այդ որոշումը, կարճ ասած, եթե արհեստական բանականությունն է քաղաքականություն մշակողի, օրինակ նախարարի օգնականն իդեալական է այդ կանաչ դրոշ։ Եթե նախարարն է օգնականը արհեստական բանականության, այդ վատ բան է սպասվում մեզ։ Երբ ինքը մտածում է, որ արհեստական բանականությամբ մարդկանց սկսելու է կառավարել։ Երբ քյարթ չէ, բայց զարմացա, որ ոչ մի մեկնաբանություն չեղավ, արդեն տարօրինակ էր։ Տենց էլ է լինում։ ինձ ասել են հակառակորդին հաղթելու համար պետք է անկանխատեսելի լինես։ Հա։ Էլի քանիցս պարտվել եմ։ Շարունակվում է դա։ Երբ քյարթ չէ, բայց ազատ մարդ է հագնում։ Իդեալական մարդ է։ Ինքնագովեստով եք զբաղված։ Չէ, հայկական բրենդ է նկատի ունեմ, որ խրախուսում է հայկական բրենդը։ Ես քյարթ եմ։ Դուք քյարթ եք։ Ըստ միջավայրի։ Հա։ Նախապես կներեք էլի ամեն ասացի ու չասացի համար։ Հուսով եմ ինձ շքամուտքի դիմաց չեն սպասում անուշաբերներ։ Լավ ախպերս։ Ջան, դրուգ որ ասեմ չեն ջնջի չես հարցը։ Կրենգի ստեղ։ Ինչ։ Այդ վերջերս եմ լսել։ Շատ ծիծաղալբեր բան չունեմ ասելու, հա։ Հա։ Տրանսպորտում մեկը ասեց հոպարստեմի տե կրենգի իշնեմ։ Այտենց են անցնում ձեր ուրախ ավտոբուսի երթերը։ Չէ, այդ Ով ավտոբուսում ասեց չէ։ նախարարներից ով էր ասեց։ Այդ մեկում չէր։ Հոպարստեղ կրենգի։ Հասարակական տրանսպորտում էր։ Ու ես երկար եմ մտածել այդ արտահայտության մասին։ Եվ ինչ էր։ Տեսակ կիրառեցի իդեալական բառեր։ Բայց ինչ էր նշանակում այդ կրենգելը։ Ենթադրում եմ արգելակիր հոպար։ Հա։ Չէ, եկեք վերլուծենք։ Եկեք։ Ինչ կարող էր նկատի ունենալ։ Ասենք Հրաշալի առիթ է վերլուծել։ օրինակ ստեփ բարել, Կարանք արհեստական բանականությանը հարցնենք։ խնդրեմ։ Հոպարն էլ նշեք։ Ինչ է նշանակում կրենգի հոպար։ Ստեմիտե։ Ստեմիտե։ Տեսեք։ OpenAI-ի ծառայությունները Հայաստանում չարգելափակ են։ Հենց իրենք։ Ինչ ասում։ Ինչ է նշանակում կրենգի հոպար ստեմիտե։ Կրնգի հոպար ստեմիտե արտահայտությունը հստակ գրական հայերեն չէ եւ ավելի շատ հնչում է որպես ժարգոնային կամ աղավաղված խոսք։ Հնարավոր է կրնգի, կրունկի կամ կրնգել բառից։ Հոպար, հոպար, հայրիկի, մայրիկի Չէ, բայց չէ, ես ճիշտ, մենք իրար ճիշտ հասկացանք, չէ, կրնկիր։ Ես Դուք կրնգի եմ եք գրել։ Ես կրնգի եմ գրել, բայց ինքը կրնգի է։ Ռաբունի իրեն։ Հա, Ու ինքը փոխեց։ էշիրն։ Հա, Հա։ Մեծ ստեմիտե, գուցե ռուսերեն կամ բարբառային աղավաղված բառ է։ Ստեմիտե։ Ասում եմ, չէ, հայերենի հետ խնդիր կա։ Հա, Ժամանակա պետք։ բա դուք եք սովորացնողը, սովորացրեք։ Ես դες բաներ չեմ սովորացնում, բայց լավ, Լավ, բայց չէ, լավ տեղին չէ ասցի այդ պատմությունը։ որ մեկ, հա, Առաջի անգամ կիսվում Շատ մարդկանց հետ։ հա։ Դուք էլ Որ կարող այնց եք տխուր ասեցիք, Եթե առաջին անգամ հանկարծ եմ կիսվում մարդկանց որևէ հետ։ տրանսպորտում Ահա։ ստեղծված լինի այնպիսի մի իրավիճակ, որ ուղակի ստիպված լինեք քյարթու թվալ։ Կարելի է Պարոն նախարար, տեսքիս նայեք, ոնց կարամ ես քյարթու թվամ, Հիմա քյարթուները, զարգացել են։ չէ՞։ Հա։ Արենայում հյուրընկալել էի քյարթու 8-րդ մասիվցի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանին։
Իսկ չեք ուզում այդ նախարարության անվանումը փոխեք։ Տեսե որ Կամ ամեն դեպքում հապավում։ պատրաստվել է։ Հա, Լավ սադրեցիք։ Հա, ուզում ենք փոխել ավելի բարթացնել։ Այն հիմա այն եթե կառավարությունը բարթացնում է եթե ժողովրդի որոշումը կյանքը։ կայացվի կլինի բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության նախարարություն, այսինքն այն հիմնական ուղղությունները, որոնք որ չգիտեմ, պիտի նայեմ։ Ելույթ է ունենում Հայաստանի կառավարության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Արենայում ինքն էր Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալություն։ Պատկերացրեք նախարար չեք։ Թե ավելի հակառակ։ Չէ, հա, հեսա պատկերացնում մենակ տենց է լինում։ Շատ մերսի։ Ես եմ շնորհակալ։